Արև ձեզ։ Մալադեց իրանց։ Սիսակարգի իրողությանը, այսպես մասնակիցներն անգամ, այսպես ասենք, առարկաները, հա, եւ մենք տեսանք նաեւ հենց նույն օրը գյումրեցիները ուղղակի թուքումուր ու ամոթանք էին տալիս այն շրջիկ եպիսկոպոսներին, որոնց Նիկոլ Փաշինյանը ֆոտոտեսնում է իր հետ, այնտեղ էին Գյուջոյանը։ Պատմությունը ինչ ձևի ամոթանք է տալու, Մարիամ ջան, պատմությունը։ Ժողովուրդն են, մալադեց։ Իհարկե։ Էսի հելը Մարիամ ջան, էսիլա այսօր ժողովուրդը այսօր են գոռում, բա պատմությունը ապագա սերունդը ոնց է գոռալու։ Ինչերա գոռալու սրանց հասցեին։ Նայեք, տեսեք, ես միշտ ասել եմ, տեսեք հալալը Արշակ Սրբազանին, ազատությունը իրան իր կյանքին մեռնեմ։ Ինչի համար նստացրեցին, այդ վիդեոները խի տարածեցին, որովհետև կոմպրոմատը բերեցին ցույց իրան ասել են կոմպրոմատ ունենք ձեր վրայով, չէ՞։ Թեպետ ես չեմ հավատում այդ կոմպրոմատին, դա սարքած բան էր, բայց համենայնպես։ Բայց ինքը չգնաց ընդառաջ սրանց, չհնազանդվեց, չպարկեց սրանց տակ, այլ մնաց վեհապարի կողքը, մնաց հայ ազգի կողքը, Արցախի կողքը, եկեղեցու կողքը, դե համար էլ իրան այդ վիդեոները հանեցին, տարածեցին, վերջում էլ ջեբը պլանկցեցին, նստացրեցին, բայց Արշակ Սրբազանը պատմության մեջ մնալու է, որպես հերոս Սրբազան։ Իսկ այս Սրբազանները, գիտեք ինչ են անցել Նիկոլի կողմը, ես հենց առաջի օրն եմ ասել, որովհետև իրանց էլ են եկի ասել վիդեոներ ունենք ձեր վրով, իրանք վախեցել են, ենթարկվել են Նիկոլին, բայց ես ինչ եմ ասում եմ ավելի լավ է այդ վիդեոները տարածեին, որտեվ այդ ես ինչ մի վիդեո չի, քան Նիկոլի կողքը կանգնեիք, Նիկոլի կողքը կանգնելով դուք դավաճանի պիտակը կպցրեցիք ձեզ, արդեն իրանք որպես դավաճան, այդ սրբազանները, եպիսկոպոսներ են, արքեպիս են, ինչ են, այն տեր հայր, մեր հայր, ովքեր որ կանգնել են Նիկոլի կողքը, իրանք որպես դավաճան գնացին մնացին պատմության մեջ, իսկ Արշակ Սրբազանը ու մեր մյուս սրբազան, Միքայել Սրբազանը, Բագրատ, որ այսօր նստած են, ու մյուս սրբազան Մկրտիչ Սրբազանը, որ նստած է իրան էլ ազատություն, մեր բոլոր են հոգևորականները, լեննականի հոգևորականները, որ չգնացին Նիկոլին ընդառաջ, այլ հավատարիմ մնացին եկեղեցուն ու վեհապարին, իրանք որպես հերոսներ, որպես մաքուր մարդիկ մտան պատմության մեջ։ Տեսեք, պատմությունը, որ հիմա նայում ենք, Մարիամ ջան, ինչքան վեհապար ու սրբազաններ ենք ունեցել, չէ՞, բոլորին անունանում ենք չգիտենք, չէ՞, չգիտենք, չէ՞, բոլորին անունանում։ Բայց ասենք այն սրբազանները, հոգևորականները, այն վեհապարները, ովքեր որ ինչ-որ մի հատ բացառիկ բան են արել, իրանք արդեն մտել են պատմության մեջ, բոլորը հիշում են իրանց։ Շարքային վեհապար սրբազան էլի նորմալ է, դա էլ է նորմալ, բայց երբ որ մի հատ էլ բացառիկ բան ես անում, դու պատմության մեջ մնում ես։ Հիմա այսօր մեր վեհապարն էլ, որ եթե մինչև վեր զադնի չդնի, գնա մինչև վեր, ինքն էլ պատմության մեջ որպես հերոս մտնելու է պատմության մեջ, Արշակ Սրբազանը որպես հերոս մտնելու է պատմության մեջ, այս դավաճան սրբազանները որպես դավաճան մտնելու են պատմության մեջ։ Ես միշտ ասում եմ, ավելի ամոթ է, ոչ թե ավելի ամոթ, այլ խայտառակություն է Նիկոլ Փաշինյանի կողքը կանգնելը, Արցախը հանձնողի կողքը կանգնելը, 5000 տղու կոտորողի կողքը կանգնելը, հայոց բանակը ու երկրապահային տերորիստ սարքողի կողքը կանգնողը, քան ասենք ինչ-որ մի հատ վիդեոներ բերեն ցույց տան, որ դուք թեկուզ լեվի եք գնացել։ Է լավ է կարեք գնացել եք լեվի, ամենավերջում, որ պարզվի թեկուզ Արշակ Սրբազանը իրոք լեվի է գնացել, օրինակի համար։ Մարդ չի, մարդա չէ, վերջ-վերջո կա տենց մի հատ մարդ, կա տենց տղամարդ, մի հատ որ լեվի չի գնացել, օրինակ, չէ, օրինակ։
Չէ, նույնիսկ եթե տենց ելնի, Մարիամ ջան, ինչ եմ ուզում, ես իմ կարծիքն եմ ասում։ Ու մարդկանց մեծ մասն էլ համաձայն են իմ հետ, հիմա որ լսում են, ասում են դա ոնց ճիշտ ասում։ Նույնիսկ եթե տենց ելնի, դա խայտարակություն չի։ Խայտարակությունը Նիկոլի կողքը կանգնելն է։ Հասկացաք, որ այն մյուսները տենց բաներից են վախեցել։ Բնականա բոլորն էլ մարդ են, բոլորի վրան էլ ինչ-որ մի կեղտ կլինի, չէ։ Ինչ են անում իշխանությունները, հատուկ ծառայությունները նկարում են իրանց ու հետո սկսում են շանտաժանել։ Մի վախեցեք, դուք ասեք գնացել եմ լավ եմ արել։ Երեխա ունեմ, լավավոր։ Նախ այդ երեխա ունենալ ես ասում եմ փոխեք այդ կանոնը։ Իմ առաջարկն է փոխեք այդ կանոնը, թող վեհապարնել սրբազաններն է, իրավունք ունենան, ընտանիք ունենալու, կին ունենալու, երեխա ունենալու։ Այդտե վատ բան չկա։ Իսկ ամենավերջում Լևի գնալն էլ մարդ են կարող է գնացել են, ինչ կա դրա մեջ։ Էդի Մարիամ ջան, իմ կարծիքն եմ ասում, էդ էլ նորմալ եմ։ Ես էդ էլ եմ նորմալ համարում, թեպետ այդ վիդեոն վստահ ասում եմ սարքած այդ վիդեոն։ Ոնց որ գեներալ Մանվելի Տուշոնկա շոուն սարքեցին ու մարդիկ հավատացին են վաղ, չէ։ Նիկոլը մնացել է էյֆորիայի տակ։ Հենց գիտի հիմա էլ ինչ անի կհավատան։ Էս իր պլանի, էս շոուով ինքը ապացուցեց, որ այն վիդեոն էլ սրբազանի այն մյուս վիդեոն էլ է սարքած։ Որովհետև էս պլանի շունը պարզ է, չէ՞, ուրեմն սրբազանի ջեբը պլան է սկսում արա։ Այսինքն պարզ զրում է, որ էս այն մի վիդեոն էլ է սարքած, էս մի վիդեոն էլ է սարքած։ Արշակ սրբազան վերաբերել։ Բայց ես ինչ եմ ասում, ասենք մյուս սրբազանները, այս դավաճան սրբազանները, կարող է Լևի են գնացի, օրինակ, իրոք էլ կարող է գնացած։ Ես չէ, դա էլ եմ նորմալ համարում։ Մարդը էլ ինչ եղե։ Հասկանում եք։ Էդ ավելի նորմալ է այդ կոմպրոմատը, որ հանեին շուխուրանեն, դիկը մոռացվեր կեթար, բայց այս դավաճանությունը, որ կանգնեցին իրանք Արցախը հանձնողի կողքը, եկեղեցի դեմ դուսեկողի կողքը, 5000 տղուն կոտորողի կողքը, այդ դավաճանական պիտակը իրանց վրից չի փոկվի։ Ուզում է թող Բենտլի ունենան, նորմալ եմ համարում, ուզում է թող զենքով մանգան, նորմալ եմ համարում, միշտ նորմալ եմ համարել։ Ինչ եղա, ասենք, հենց հիմա մի ավտոպտի քշի սրբազան օրինակ, թող Բենտլի քշի, ինչ եղե։ Ես դրա մեջ վատ բան չեմ տենում։ Այ վատ բանը այն է, որ կանգնում են դավաճանի կողքը։ Ես այսքան վաղ ոչ մի այդ սրբազաններից ոչ մեկի վրով ինչ էլ որ խոսացել են, ասեմ դե մի նորմալ է, ինչ է եղել։ Բայց այսօր ես դատապարտում եմ իրանց այդ քայլը, որ իրանք կանգնեցին Նիկոլի կողքը։ Այդ դա է դավաճանությունը, դա է ամոթը, դա է այդ կեղտ պիտակը, որ իրանք կպսեցին իրանց։ Ես սա կասեմ։